Պարոն Չախոյան, այսօր քաղաքային իշխանությունները պատրաստվում են արդեն վերջնականապես ընդունել տրանսպորտի թանկացման աղմկահարույց նախագիծը սեպտեմբերից ուժի մեջ կմտնի նոր ուղևորձը, ըստ էության քաղաքային իշխանությունները որևէ փաստարկված հիմք չեն դրել, հա, նախագծի հիմքում ինչու են պատրաստվում թանկացնել գինը։ Ինչ կասեք այս մասին, ինչ հետևանքների է սա բերելու։ Իմ կարծիքով հետևանքները այն ալնելու, որ ժողովուրդը արտահայտել է իր անհամաձայնությունը, որովհետև հին ժողովրդական խոսք կա, մինչև դանակը ոսկորին չի հասնում, մարդ բժշկի չի գնում, հիմա էլ այսօր այդ դեպքն է, որովհետև այսօր է նախագիծը ընդունում, բայց վաղվանից տրանսպորտը չի թանկանալու, այլ թանկանալու է սեպտեմբերից, այսինքն ժողովուրդը հասկանալու է տրանսպորտի թանկացման մասին սեպտեմբերի եւ կարծում եմ հենց սեպտեմբերին էլ ժողովուրդը կարտահայտի իր անհամաձայնությունը։ Իսկ ինչով եք պայմանավորվում, որ թեև դժգոհությունները, հա, սոցհարթակներում շատ դժգոհություններ քաղաքացիները արտահայտում են ընդդեմ նախագծի, բայց այդպես էլ ինչ որ տեսնում ենք այսօր էլ դեռ հանրությունը հավաքված չի, այդպես որևէ կտրուկ քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի նախապես կանխեն այս ամենը։ Հիմա նայեք, մենք ստե կանգնած ենք Երևանի քաղաքապետարան դեմը, արդեն 2 վարորդ իրար հետ հայհոյում ենք, կռվում ենք, ես ինքս ժամը առավոտյան 8-ին եմ դուրս եկել ուշացումով եկել եմ, որ ժամը 9-ին այստեղ պիտի ելնե, այսինքն ինքնին տրանսպորտի հարցը բարելավված չի, ինչպես որ 2013 թվականի, որ հայտնի դեմ ենք 150 դրամներին, այսինքն մենք տեսնում ենք միայն տրանսպորտն է փոխվել, բայց տրանսպորտի խնդիրը կարգավորած չի։ Ես երեք լայվով հանրությանը ցուցադրել էի, թե երեկոյան ժամին տրանսպորտը ինչ վատ վիճակում է, ծանրաբեռնված է, որ մարդիկ կներեք արտահայտության համար ռաժոկով էին նստում, ինչը որ մարդիկ նույնիսկ տրանսպորտից չեն կարող օգտվել, որտեղ բեռնված է տրանսպորտը կանգ առնելուն նույնիսկ չէր կանգնում, այսօր շատ մարդիկ, որ հիմա ստե պիտի ներկա գտնվեն, ինձ գրում են, զանգում են, ասում են կներես, մենք խցանումների մեջ ենք, չեն կարող գան, եւ ըստ էլ ակնհայտ բարձ երևում է, որ քաղաքը ծանրաբեռնված է, ինչը որ թանկացումը արդարացված չի։ Ուզում եմ մի պարզ օրինակ բերեմ տաքսի ծառայությունների վերաբերյալ, երբ որ տաքսի են կանչում, տարբեր սակագներ կա, այսինքն էկոնոմ, բիզնես, բիզնես պլյուս, պրեմիում, տարբեր սակագներով, երբ որ մարդ պատվիրում է, ի համապատասխան դրա ծառայություն է ստանում, այսինքն էկոնոմի տեղը չի կարող գա բիզնես եւ բիզնեսի տեղը չի կարող գա էկոնոմ։ Հիմա Երևանի քաղաքապետարն իր նախագծով ուզում է ժողովրդին ճակերտների մեջ ստանա բիզնես կլասի վճարում, բայց մատուցի ժողովրդին էկոնոմ կլասի ծառայություն։ Պարոն Չախոյան, քաղաքային իշխանությունները խոստանում են, որ տրանսպորտը թանկացնելուց հետո վիճակը տրանսպորտային համակարգի լավանալու է։ Դուք հավատում եք սրան։ Ինչ բարելավումներ կլինեն թանկացումից հետո։ Իշխանությունը 2013 թվականին ասել են տրանսպորտի թանկացման դեմնել է, միջ իշխանությունը կազմել է միջև հեղափոխությունը 2018 իշխանությունը ասել է մենք դեմ ենք տրանսպորտի թանկացման դեմ, իշխանություն գալու պես հեղափոխությունից հետո էլ 2018 թվականից հետո էլ իշխանությունը ասել էր, որ տրանսպորտը չի թանկանալու, այսինքն ինքնին թե ժողովրդի մոտ, թե իմ մոտ վստահելիության խնդիր կա, որովհետև Երևանի քաղաքապետարան բազմիցս անգամ շատ անապագորգոր հայտարարություններ հնչել, որը իրականությանը դա չի համապատասխանել։ Ես անկեղծ չեմ հավատում։ Չեմ կարծում, միգուցե ինչ-որ թեթև մի փոքր, բայց ամբողջական խնդրի լուծումը չեմ պատկերացնում, քանի որ այս Երևանի քաղաքապետարանի իշխանությունը, ինչպես որ քաղաքապետի գլխավորության Տիգրան Ավինյանը ինքը ասել է, եթե մենք ամենահասարակ տարական պրիմիտիվ հարցը չենք կարող կարգավորենք, փոսերը նորոգենք, մենք ոնց ենք Աջափնյակի մետրոն կառուցելու։ Հիմա ես դա այլ կերպ եմ մեկնաբանում։ Եթե դուք տարական պրիմիտիվ հարցը չեք կարող փոսերը նորոգեք, դու ոնց եք տրանսպորտի հարց կարգավորելու, որովհետև տրանսպորտի հարցը նույն խնդիրն է, ինչը Աջափնյակի մետրոպոլիտենը կառուցել է։